մեր օրը սկսեց հերթական զավեշտալի լուրով։ ԱԱԾ աշխատակիցները ներխուժել էին հայ առաքելական Սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմ, ձերբակալել թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, Տեր Փարենին, Տեր Մանուկին, Տեր Հայկին, Տեր Ղևոնդին եւ այլ քահանաների։ Փաստաբանները հայտնում են, որ թեմի առաջնորդին եւ եւս մի քանի քահանայի տարել են անհայտ ուղղությամբ։ Փաստացի թեմը զրկել են հոգևորականներից։ Չենք զարմացել, չենք զարմանում սրանց արած ոչ մի բանի վրա։ Գիտենք, ասել են, որ եկեղեցու վրա գրոհելու են, թե որ կողմից կգրոհեն, երբ կգրոհեն, անակնկալ չէ։ Ավելին, նախորդ օրը, երբ կարդացի Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի խոսքը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը, թե հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի եւ նոր բախման, խաթարում է խաղաղությունը եւ այլն, արդեն հասկանալի էր ինձ համար, որ նոր հարձակում է Փաշինյանը սկսելու։ Նախորդ հարձակումը այս տարվա հունիսին էր, երբ ԱԱԾ-ն մտավ մայրաթոր, ձերբակալվեց Միքայել Սրբազանը, ապա դատապարտվեց ազատազրկման։ Դրանից օրեր առաջ Փաշազադեն դարձյալ քննադատել էր ամենայն հայոց կաթողիկոսին։ Շատ էլ եթե ուզենանք, չենք կարող չգտնել կապ Ադրբեջանի ուղիղ հայտարարության, հրապարակային հրահանգի ու Հայաստանում կատարվողի միջև։